Այս կամուրջը քաղաքի կարևոր մասն է, բայց պատկերացրեք ժամանակ, երբ այն չկար, եւ դրա տեղը շատ ավելի ցածր փայտե կամուրջ էր, որը կապում էր քաղաքի կենտրոնն ու հարավային մասը։ Իսկ թե ինչպես այն վերածվեց վիթխարի հսկայի, կիմանանք դիտելով տեսահոլովակը, որտեղ կան բոլոր հարցերի պատասխանները։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք։ Հայաստանի կամրջաշինությունն ունի հարուստ պատմություն։ Հիշատակեմ տափերական կամուրջը, որն անցնում էր Արաքսի վրայով եւ այն գտնվում էր հին Արտաշատ մայրաքաղաքի մոտ։ Այժմ բնակավայրը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից 5-6 կիլոմետր հեռավորության վրա է։ Կամուրջն անցնում էր Մոլլայի այգիներով, ով ոչ մի կերպ չէր տալիս իր համաձայնությունը այն կառուցելու, ու կամուրջինի տնօրենը խոստանում է որպես մաղարիչ նրանից գնել ոչխարներ եւ նշել շինարարության ավարտը, ինչն այդպես էլ լինում է։ Հիշատակեմ Մեծամորի կամուրջը, որը առանձին տեսանյութի թեմա է։ Երբ կամրջվում են ճանապարհներն ու բնակավայրերը, անցանելի են դառնում գետերն ու կիրճերը, կրճատվում է տարածությունն ու ժամանակը։ Ընթացքում այն ձուլվում է լանդշաֆտի հետ, դառնում նրա անբաժանելի մասը։ Այսպես են կառուցվել մեր հնամենի կամուրջները, իրենց վրա կրելով հայ վարպետների շնորհն ու դարերից եկող ու ապագա գնացող միտքը։ 1949 թվականին հայ ինժեներները ներկայացրեցին Զանգվի կամրջի շինարարության նախագիծը։ Главное все правильно рассчитать. Շատերը թերհավատորեն մոտեցան, հատկապես երբ իմացան շահագործման ժամկետը, բայց այնուամենայնիվ հիմք է դրվում Սովետական Միության կամրջաշինության աննախադեպ նախագծերից մեկին Կիևյան կամրջի շինությանը, որը պիտի միացներ Երևանի կենտրոնն ու հարավային մասը ու միանար աշտարակի խճուղուն։ Հասկանալի էր, որ քաղաքը լցվում է ավտոմեքենաներով։ Ուշադրություն դարձնենք 49 թվականի վրա, հետ պատերազմյան տարիներ ու մայրաքաղաքի զարգացման համար շատ կարևոր էր հարավ-արևմտյան մայրուղին։ 1949 թվականի ապրիլի 16-ին Քաղշին խորհրդի 727 որոշմամբ հիմք է դրվում Զանգվի կամրջի կառուցմանը Ծիծեռնակաբերդի բլրի մոտ։ Ըստ նախագծի, կամրջի վրայից պետք է երևար Ծիծեռնակաբերդը։ Այն ժամանակ չկար Եղեռնի զոհերի հուշահամալիրը, որը հատուկ ուշադրության խոնարհման արժանի թեմա է, որին մի օր կանդրադառնամ, եւ չկար մարզահամերգային համալիրը, որը նույնպես առանձնահատուկ հպարտության մի օր կլուսաբանեմ։ Բայց կար Ծիծեռնակաբերդը, որտեղ ծիծեռնակներ էին ապրում, ոչ սովորական, Սիրո Աստվածուհի աստղիկի ծիծեռնակներն էին եւ օգնում էին հաղթանակի Աստված Վահագնին լուրեր փոխանցում։ Դա է պատճառը, որ հիշատակվում է շատ ստեղծագործություններում։ Ծիծեռնակը բույն է շինում, եւ շինում է, եւ երգում, եւ ամեն շուխ կպցնելիս առաջվա բույնն է հիշում։ Մեկ անգամ էր նա բույն շինել, ամեն անգամ կարկատել, բայց այս անգամ վերադարձին բույնն ավերակ էր դրտել։ Այժմ նորից բույն է շինում, եւ շինում է, եւ երգում, եւ ամեն շուխ կպցնելիս առաջվա բույնն է հիշում։ Ծիծեռնակը ընդհանրապես սերտ կապված է հայ բանահյուսության հետ։ Կամուրջները շատ բարդ ինժեներական կառույցներ են ու հասկանալի է, որ նրանց առաջին ֆունկցիան ապահովությունն է, բայց ամեն камурջ ունի շարժ։ Мы помчимся в заоблачную даль, мимо гаснущих звезд на небосклоне. К нам неслышно опустится звезда, и ромашкой останется в ладони, а облака белокрылые лошадки, а облака. Կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են թերացումներ, խախտումներ, ինչի հետևանքով
Շինգրասենյակի մի շարք պաշտոնյաներ ազատվում են աշխատանքից։ Շահագործման նոր ժամկետ է նշանակվում 1952 թվականի տարեվերջ։ Բայց տեղի է ունենում անսպասելի։ 1952 թվականի հուլիսի 4-ին Երևանի ժամանակով 15:05 րոպե բետոնալցման աշխատանքների ժամանակ փլուզվում է կամրջակամարը, որի վրա մարդիկ էին աշխատում։ Սա մայրաքաղաքի աղետալի դեպքերից մեկն է, որի մասին տասնյակ տարիներ լռել են։ Ես պապիցս եմ լսել, թե ինչպես է Մոսկվայից հանձնաժողով եկել, ինչպես են քննել դեպքը եւ պարզել, որ խնդիրը էլեկտրաեռակցման մոնտաժային աշխատանքների մեջ է եւ հետո անկյունը ճիշտ չէր հաշվարկված։ Իսկ կամրջի համար շատ կարեւոր է անկյունը, որովհետեւ ամբողջ ծանրությունը բաշխվում է երկու հենակետերի վրա։ Կամրջի շահագործման նոր ժամկետ է նշանակվում 1955 թվականի հոկտեմբերի 20։ Կիևյան կամրջի երկարությունը 375 մետր է։ Այն կոշտ երկաթբետոնե կառույց է, որի նման այն ժամանակ չկար ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Այդ կոշտ երկաթբետոնե կառույցը հնարավորություն էր տալիս նրան գոյություն ունենալ առանց կամարակապերի, ի տարբերություն նույն ժամանակ Սան Ֆրանցիսկոյում կառուցած կամրջի։ Հատկանշական է, որ կամրջի շահագործումից առաջ քարերով լցրած բեռնատարներ են բերում եւ տեղադրում կամրջի վրա, մի օր թողնում այնտեղ եւ միայն հաջորդ օրը հեռացնում կամրջից։ Եվ միայն այսքանից հետո Միութենական հանձնաժողովը ստորագրում է կամրջի շահագործման դրական եզրակացությունը։ Այսպիսով Կիևյան կամրջի շահագործումը մի տարուց ավելի ձգձգվեց։ Приедет, наверное, завтра. А может, послезавтра. Николай Джан, так дело не делается, дорогой мой. Քանի որ կշեռքին դրված էր մարդկանց անվտանգությունը, նրանց կյանքը։ 1956 թվականի հունվարի 15-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին ներկայացվեց կամրջի ընդունման շահագործման պետական ակտը։ Կիևյան կամուրջը փոխեց երևանցիներիս կյանքը։ Մայրաքաղաքը կամաց-կամաց լցվեց ավտոմեքենաներով եւ այն դարձավ մեր քաղաքի անբաժանելի մասը, առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա Երևանը։ Ու թեև այն 2 ամսով է փակվել վերանորոգման եւ բարեկարգման նպատակով, խիստ անհարմարություններ է առաջացնում, պարալիզացնում է քաղաքը, այն էլ ամառվա այս շոգ օրերին։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները եւ մենք նորից հնարավորություն կունենանք Կիևյան կամրջի վրայից հիանալ անչափ գեղեցիկ հրազդանի կիրճով, դարավոր պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի բլրով, մեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրով եւ հայացք ուղղել Եղեռնի զոհերի հուշակոտ հողին, լռելի այն մեր հարգանքի տուրքը մատուցելով նրանց։